5 անգամ գալիս եմ, 6-րդ անգամ որ եկա կարող եմ մահանամ այստեղ։ Գվիդոնը Սիլիկյան թաղամասի բնակիչ է, հարևանների հետ քաղաքապետի դուրն է եկել, բողոք ունեն։ Հողերը, որ 60 տարի առաջ իրենք մաքրել են քարերից ու այգի դարձրել, հիմա վերցնում են նրանց ձեռքից։ Ասում են տնամերձ հողակտոր չունեն, եթե այդ տարածքներն էլ վերցնեն, կզրկվեն ապրուստի միջոցից։ Մեկ շաբաթ առաջ են տեղեկացել, որ իրենց հողերը 2 տարի առաջ աճուրդով վաճառվել են։ Առանց արենդատորի աճուրդը հայտարարվել է ու վաճառվել է այդ հողերը։ Առանց վարձակալել, այդ ում որ վարձակալվել է, առանց իրան տեղյակ պահելու։ Էդի աճուրդ է կազմակերպել։ Կոլերը խփել են, գնացել են։ Հիմա ասում են դուս արեք ձեր հողից։ 1997 թվականին 22 հեկտար հողատարածքը բաժանվել է Նայիրի գյուղմթերքների արտադրական կոոպերատիվի 89 անդամների միջև։ 15 հեկտարը այգիներ են, սեզոնին ծիրան, խաղող են ստանում։ Թաղապետարանին էլ վարձ են մուծում այդ հողերը մշակելու համար։ Այսօր հանդիպել են քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետին։ Խոսակցություն եղել է, որ նորից առանձին քարտեզագրում անենք, թե որ տարածքն է մշակվում, որը չի մշակվում, չմշակվելու պատճառն էլ գրենք։ Բնակիչները չեն հասկանում, թե ինչու 100 հեկտար հողատարածքից հենց իրենց հողակտորն են աճուրդի հանել ու վաճառել անհայտ անձանց, թեև գիտեն, իրենց քրտինքով բերի դարձած հողերը համեղ պատառեն։ Մշակված 15 հեկտարը հենց ճանապարհի եզրին է, կողքով էլ ոռոգման առուն է հոսում։ Բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց տարածքները վերցնում են տեղը անմշակները տան։ Ուրեմն ես մշակած այգին եկալ եմ կտամ ուրիշի, ես էլ կամ անմշակ նորից հողերի վրա մշակեմ այգի, ոնց կլի տեսնենք։ Մեր հողերը են կադաստրային արժեքով, 5 տարի ժամկետով։ Հանձնամեզի մենք այդ 5 տարվա ընթացքում կամանց կմուծենք ու կդառնա մեր տեպականություն։ Սիլիկյանցիները շտապում են հարցը լուծել մինչև տարեվերջ, մտավախություն ունեն, որ դեկտեմբերից հետո, երբ լրանա վարձակալության պայմանագրերի ժամկետը, պայքարելն արդեն անիմաստ կլինի։ Թերեզա Կադայեչյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։